Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, եթերում նորից Կիրակնորյա ծովից ծով ոդքասթն է, ձեզ հետ են Ռուբեն Մելիքյանը Երևանից եւ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն։ Դու գիտես սա մեր որի՞րդ հաղորդումն է։ 20 եւ 20-րդ հաղորդումն է։ Մենք հասել ենք մեր ծովից ծովի 20-րդ հաղորդմանը, քանի դեռ դուք մեզ դիտում եք, հարգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք ձեզ համար ամեն կիրակի հավաքվել, զրուցել տարբեր թեմաներով, ձեզ խնդրել, որպեսզի դուք ձեր մեկնաբանությունները թողնեք եւ չէ, դու պետք է ասեիր Աղաս, լավ, ամեն դեպքում։ Ես կասեմ։ Դե ասա։ Չէ, բայց ինձ ավելի շատ զարմացրեց, որ դուք ձեր ստուդիան եք փոխել։ Դե հյուր եք եկել։ Այո, սիրելի դիտողներ, մեր քաղաքացիների հանգանակությունների, նվիրատվությունների շնորհիվ անտիֆեյքին մենք այդ որ անդադ խնդրում ենք, ասում ենք հնարավորության չափով, հնարավորության պարագայում մեր անտիֆեյքի ընկերներին, եթե կարող եք նկարագրության մեջ կա բոլոր տարբերակները նաև ֆինանսապես օգնել, այս այս բաների համար։ Հիմա արդեն տեխնիկապես մենք կարող ենք առանց վիզա հայտնվել Աղասից տանը եւ ակնկալել մի բաժակ սուրճ։ Համեցեք։ Հաղորդումից հետո, հա, դուրս չգար։ Արի այսօր Ամերիկայից խոսենք։ Արի, անցյալ անգամ դու սկսեցիր Ամերիկայից խոսել, ես էլ քանի որ շտապում էի Գյումրի, Հայաստանի ամենակոմունիստական քաղաքը, այդպես մի քիչ այնքան էլ լավ չստացվեց, բայց այն թեման, որ դու անցյալ անգամ դու խոսում էիր, շատ կարևոր էր առևտրային պատերազմների մասին։ Մի հատ ասա հասկանանք ինչ պատմությունը։ Գիտես ինչ, այստեղ այնպես չի, որ դա զուտ տեսական հետաքրքրություն է ներկայացնում։ Շատ մեծ խնդիր առաջացավ անմիջապես ուրեմն արժեթղթերի շուկաներում, իսկ արժեթղթերի շուկաները, ասենք, միայն արժեթղթերի սպեկուլյանտների համար չի, հա, օրինակ շատ ու շատ աշխատողներ իրենց աշխատավարձի նշանակալի մասը, երբեմն նաև ամբողջությամբ, ստանում են արժեթղթերով։ Այսինքն, դա նշանակում է այդ մարդկանց փողը, ասենք, մի օրվա մեջ պակասում է 30%-ով, ինչը որ լուրջ պրոբլեմներ է առաջացնում։ Այսինքն, ես ինքս լուրջ տնտեսագետ չեմ հաստատ, մեկ-երկու ասենք կուրս եմ լսել ենթադրենք տնտեսագիտությունից կամ արժեթղթերի շուկաներից, բայց այստեղ բոլորը ամեն օր խոսում են այդ մասին, հա, այսինքն չգիտեմ, եթե հեռուստացույցը միացնես, ավելի հաճախ են խոսում արժեթղթերի շուկաներից եւ բնականաբար խոսակցության առիթը իհարկե առևտրային պատերազմներն էր, քան ասենք Հայաստանում խաղաղության պայմանագրից։ Լոսի հայությունը, այսպես ասած, այսինքն Չէ, լոսի հայությունը չէ, Ամերիկայի ոչ հայությունը։ Դե Ամերիկայի ոչ հայությունը խաղաղության պայմանագրից ինչի՞ պիտի խոսի։ Հակառակ եմ ասում, ավելի քան թե Երևանում խոսում են խաղաղության պայմանագրից, այստեղ ավելի հաճախ, ավելի շատ խոսում են այս առևտրային պատերազմներից։ Հիմա տես ինչ եղավ մեր մոտ, փաստորեն հետաքրքիր մի առաջի էտապ եղավ, նույնիսկ զրոյական էտապ, փաստորեն առևտրային տարիֆներ հաստատեց, սակագներ հաստատեց Թրամփը Մեքսիկայի եւ Կանադայի նկատմամբ, նաեւ իհարկե Չինաստանի։ Հաջորդ փուլում նա ուրեմն, չգիտեմ, երևի դուր եկավ կամ բարկացավ ու ամբողջ աշխարհի, հա, ալամ աշխարհի նկատմամբ սահմանեց տարիֆներ, հետո այս ամեն ինչը փակեց։ Հետո այս ամեն ինչը հետ խաղացրեց։ Բայց ինչի հիման վրա հետ խաղացրեց, այսինքն հիմա այս մասին եք ուզում խոսենք, դες առաջին իսկ էտապում, այսինքն Կանադայի հետ կապված, Մեքսիկայի հետ կապված, ամեն ինչ չէր, որ հանգիստ էր ընթանում։ Օրինակ, գիտես, Հյուսիսում քաղաք կա Դեթրոյթ, որը որ շատ հայտնի է նրանով, որտեղ են գտնվում Ամերիկայի ամենախոշոր ավտոգործարանները։ Եվ այնտեղ է ծնվել Էմինեմը։
հա, ասենք Ford-ը, Chrysler-ը եւ General Motors-ը դրանք բոլորը Դեթրոյթում են, եւ Դեթրոյթից ընդհանրապես կամուրջը հասնում ես Կանադա։ Կանադա, հա։ Եվ այս ավտոգործարանները ուրեմն այնքան են ինտեգրված Կանադայի հետ, որ ասենք ավտոմեքենայի մի դետալը, ասենք մի 3-4 անգամ այս սահմանը հասնում է։ Հա։ Գնում է Կանադա, մի բան ավելացնում է, հետո գալիս ուրեմն Ամերիկա, գնում է Եվ փաստորեն ինչ է ստացվում, դու ստացվում է, որ ամեն անգամ 25% պետք է նայողը գին ավելանա։ Բայց դրա լուծումը կա, աղաս ջան։ Դրա լուծումը կա, դրա լուծումը այսինքն Նիկոլիզմի շրջանակներում կարելի է պրոստը Դեթրոյթը տալ Կանադային, այ քեզ բան, պես պետք է այդ Դեթրոյթը կակրած ոնց որ շատ վատ տնտեսական վիճակում է, այդ ղեռ հողերը Դեթրոյթի։ Ինձ թվում է հետաքրքիր լուծում կարա լինի։ Ծմերներ 4 ամիս ջուրն է ընդհանրապես։ Երբեմն 6 ամիս։ Չէ, բայց այստեղ ուրիշ բան են ուզում, այստեղ ուզում են Կանադա վերցնեն։ Հա, մյուս տարբեր, հասկացա։ Եվ դրանով հարցալուծեն, հա։ Բայց իհարկե նիկոլիզմի պակաս չկա, այդ մասը խոսամ ես։ Այսօր մի ֆենոմենալ հրամանագիր է ստորագրել Տրամպը, որի մասին այդտեղ չեք լսել, բայց շատ նիկոլական է։ Հա, ուրեմն դրան լուծումն էր, որ արդեն սկսեց համահարթեցված տարիֆների փոխարեն, ուրեմն առանձին ապրանքների համար սկսեց բացառություններ անել եւ այլն։ Հետո ուրեմն բարձրացավ ու որոշեց ամբողջ աշխարհի համար այդ տարիֆները սահմանել։ Ուրեմն իդեան հետեւյալն է, հա, որ մարդիկ Ամերիկայից ապրանք են, մարդիկ չէ, ներողություն, պետությունները ներմուծում են ապրանք, դրա վրա դնում են ուրեմն իրենց մաքսատուրքերը եւ այդ պետությունները հարստանում են։ Հիմա Ամերիկան ասում է, ախպեր ջան, ի՞նչ եք դուք ուզում հարստանաք իմ հաշվին։ Չէ՞։ Նո շատերը ասում են, ենթադրենք, ուզում եք մեր ներքին շուկան պաշտպանենք։ Հիմա Թրամփ ասում է, օրինակ Հայաստան, դու ինչի՞ ես ամերիկյան ավտոների վրա 30-35% մաքսատուրք դրել։ Ինչ է, երազգործարանի ապրանքն ես ուզում պաշտպանես, ենթադրենք ամերիկյան Ford-երից կամ ամերիկյան Chrysler-ներից, հա։ Նո Հայաստանը մի քիչ կմկմում ասում է, չէ, 30 ավտո չի արտադրում էլ, ես լադաների համար եմ ուզում այդ շուկա պաշտպանեմ, դրան ասում է, չէ, տես չի լինի, ուրեմն պետք է հավասար խաղանք։ Հենց էս է հարցը, այցել անգամ ես էդ էի հարցնում, էլի։ Այսինքն, եթե ինքը փորձում է արդարության բերել, հավասարության բերել, դա մի բան է, եթե ինքը փորձում է ճնշել, ասել դու չպետք է դնես տարիֆ, ես պետք է դնեմ, այդ մի քիչ ուրիշ պատմություն է, էլի, դա ինձ թվում է այստեղ կարևոր կտորներից մեկը։ Բայց նայ այստեղ ուրիշ խնդիր կա, սենց բան գոյություն ունի, հա, որ աշխարհի մի երկրում մի բան ավելի հարմար արտադրելը, մի ուրիշ երկրում ուրիշ բան հարմար արտադրելը, հա, այսինքն, եթե դու դնում ես այդ ապրանքի վրա տարիֆ եւ գաղափարն է, որ այդ նույն ապրանքը սկսեն Ամերիկայում արտադրել, չի լինի դա։ Օրինակ, ենթադրենք ավոկադոն այստեղ հիմնականում ներմուծում են Մեքսիկայից։ Ամերիկայում էլ լավ հողեր կան, նույն Կալիֆոռնիայում էլ լավ հողեր կան։ Այդ Սան Խոակին հովիտը չեմ անում, հիշում ես Սարոյանը շատ էր սիրում այդ մասին գրել։ Այդ Սարոյանի, հա, ոչ չէ։ Ձիով, սպիտակ ձիով, որ աչու ձախեր անում։ Հա, մի հրաշալի տարածք է։ Հա, բայց այդտեղ ավելի ձեռնտու է ընդհանրենք լուշի ծառեր աճեցնելը, ասենք ցիթապտող աճեցնելը, քան թե ավոկադոն, իսկ ավոկադո պետք է Մեքսիկայից ներմուծվի։ Այսինքն մի քիչ անիմաստ է տեղական արտադրողին խթանելու համար դրսի վրա այդ բանը դնել է։ Կամ ենթադրենք, ինչքան ուզում ես դու ասենք այդ արևելքի երկրների, հա, Վիետնամի, Կամբոջայի, չգիտեմ, Մալայզիայի վրա տարիֆներ դիր, միևնույնն է, այնտեղ շոր արտադրելը ավելի էժան է, քան Ամերիկայում։ Ենթադրենք, այնտեղ Վիետնամում ջինսը բերում են Ամերիկայում $30 են վաճառում, Ամերիկայում նույն ջինսը, որ կարեն, $130 է նստում։ Այսինքն, այս առումով անհետեթություն առաջանում։ Բայց այդ է պատճառը, թե այն է պատճառը, որ օրինակ այն ապրանքների համար, որոնք որ այդ քո ասած Մալազիան, Վիետնամը մնացածն են իրանց իբր թե ներքին շուկան պաշտպանում, նրանք էլ դրանք վերացնեն։ Կոպիտ ասած սա բանակցային դիրքերը ուժեղացնելու միջոց է, թե աննորմալություն է, որովհետև
ավելի շատ դեմոկրատական, ես այս քանի օրը մի քիչ նայեցի, տենց իրան աննորմալության պես էին վերաբերվում, բայց չկա այստեղ ողջամտությունը, որն է լավ, այսպես ասեմ։ Դու տեսնում ես այստեղ ողջամտություն։ Եվ արդյոք տվել է, թե չէ, ինչ որ երկրներ եղել են, որ տարիֆներ են վերացրել Ամերիկայի նկատմամբ։ Չգիտեմ, Թրամփը հայտարարեց, որ տարբեր երկրներ հերթ են կանգնել իր խոսքերով ասած, իր հետույքը համբուրելու համար, որպեսզի բանակցեն հետ տարիֆները վերացնեն, բայց կարծես թե բանակցություններ չեղան, անմիջապես հանեց այդ տարիֆները։ Բայց ինֆորմացիա կա նրանք վերացրել են, թե չէ տարիֆները։ Չէ, չկա, չեն վերացրել։ Չկա թե Գնում են բանակցություններ, չեն վերացրել։ 90 օր ժամանակ է տվել, որի ընթացքում ուրեմն իբր թե հետո պետք է վերանայվեն, բայց չեմ կարծում, թե կվերանային։ Հիմա տես, սրանից հետո մեկ էլ Թրամփը որոշեց, որ պետք է այդ տարիֆները վերացնի։ Ամբողջապես չէ, այսինքն այդ բազային 10%-ը մնաց, Կանադայի եւ Մեքսիկայի հետ 25%-ը մնաց եւ Չինաստանի հետ տարիֆները բարձրացան։ Այսինքն գաղափարն այն է, որ դրանով ուրեմն Չինաստանի ճնշի, հա, Չինաստանը չբերի իր էժան ապրանքներով խեղդի։ Չինաստանի հետ այս պատմությունը նոր չի։ Թրամփը Չինաստանի հետ առևտրային պատերազմը սկսել էր իր առաջին ժամկետի ժամանակ, հետո Բայդենի ժամանակ դա շարունակվեց, հիմա ավելի ինտենսիվ անցավ այդ պատերազմը, կարծեմ արդեն 150 քանի տոկոսի հասել։ Չինաստանը ինչ արեց, ասենք թե իր առաջին ժամկետում կամ ենթադրենք Բայդենի ժամանակ։ Պարզապես չինական հագուստը տանում էր Կամբոջա, վրան պիտակ էր կպցնում, made in Կամբոջա եւ բերում էր ստեղ, այսինքն մոտավորապես ինչ որ Ռուսաստանն էր անում, շատ ճիշտ է, մոտավորապես այո, մոտավորապես այն ինչ որ Ռուսաստանն անում, Հայաստանը օգտագործելով, Թուրքիան օգտագործելով, Չինաստանը օգտագործելով, չգիտեմ, մյուս երկրները օգտագործել։ Այսինքն այստեղ 100%-անոց բարիեր դնելը շատ բարդ է։ Հիմա տես, եւ մեկ էլ եղավ էս երրորդ этаպը արդեն պաստորեն հանեցին բոլոր տեսակի այդ արգելքները։ Ինչի։ Ուրեմն այստեղ շատ են բացատրությունները, ուրեմն բացատրություններից մեկը այն մասին է, որ Թրամփը, ասենք Fox News նայելով, տեսավ, որ արժեթղթերը ընկել են ու որոշեց, որ ամերիկյան ժողովուրդը չտարապի, միանգամից հետ խաղաց, որպեսզի իրավիճակը լավանա։ Եվ ասեմ քեզ, ուրեմն արժեթղթերի շուկան, որ խիստ ընկել էր, միանգամից կտրուկ բարձրացավ։ Դա ինչ եք ուզում, երկրքից կարակ եք ուզում։ Մարդը լավություն էլ անում, բողոքում եք։ Այստեղ կա երկրորդ տեսակետը, թե ինչի եղավ այս երկու քայլը, ուրեմն երկրորդ տեսակետը այն է, որ դա ինչ-որ կոռուպցիոն սպեկուլյացիաներ էին, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գիտեն, թե Թրամփը ինչ է խաղալու, երբ որ կտրուկ եկել են արժեթղթերը, մեծ քանակությամբ արժեթղթեր գնեցին, հետո արժեթղթերը բարձրացան եւ ասենք նրանք վաճառեցին այդ արժեթղթերը։ Թրամփը ինքը խոստովանեց, որ իր ընկերները այս ընթացքում մեծ գումար շահեցին։ Հիմա չեմ հիշում անունը, մեկի մասին եմ խոսում, որ ենթադրենք 10 րոպեվա մեջ իր հարստությունը 2100%-ով ավելացավ։ Այսինքն երկրորդ ուրեմն բացատրությունը դա կոռուպցիոն խնդիրներն են, որ կա Թրամփի ադմինիստրացիայում։ Երրորդ բացատրությունը կա, երրորդ բացատրությունը այն է, որ իր ընկերների, այսպես կոչված, այդ միլիարդատերերի կողմից նրա վրա խիստ ճնշում է եղել, մոտավորապես իր մոտիկներից մեկի Իլոն Մասկի մասին լսած կմնան Հայաստանում։ Իլոն Մասկը, հա, հրաշք։ Ուրեմն Իլոն Մասկի հարստությունը Թրամփի իշխանության գալուց հետո $100 միլիարդ պակասել է։ Փարիսից 400 միլիարդից իջել է 300 միլիարդ։ 25% հարստությունը պակասել է։ Թրամփի հարստությունն էլ է կես միլիարդով պակասել այս ընթացքում։ Այսինքն նրանց կողմից եղավ ճնշում եւ այդ պատճառով ուրեմն եղավ այս ամեն ինչը հետ խաղացնել։
Այս ամենը չգիտես Չէ, բայց իրանք ինչ են բացատրում։ Այսինքն իրանք ասում են սխալվել էինք, թե իրանք ասում են մեր խնդիրը լուծեցինք, հետ եկանք։ Իրանք ասում են տես աշխարհի ցույց տվեցիք, ո՞նց են ասենք Պուտինը Նիկոլա Պանը այդ մարդիկ ո՞նց են ասում մենք աշխարհի ցույց կտանք հիմա։ Եվ ուրեմն կա մի բացատրություն։ Պուտինը ցույց է տալի է, ախր ի տարբերություն Նիկոլի։ Պուտինը ապրես։ Ո՞նց կարելի է դու նախադասության մեջ։ Այդ լավ, օքեյ։ Ես երեքատուն եմ իրացիոնալիստները։ Իրացիոնալիզմի տեսանկյունից հասկացա։ Եվ ուրեմն վերջի բացատրությունը, որը քիչ թե շատ արդեն ռացիոնալի մեջ է մտնում, դա այն է, որ ուրեմն հիմնական խնդիրը որն էր այս առևտրային պատերազմի, որ փաստորեն Չինաստանը թուլացնեն, Չինաստանը չհազորանա, չէ՞։ Հա։ Մեկ եւ երկրորդ Ամերիկայի արտաքին հսկայական պարտքը փորձել փակել այդ տարիֆների միջոցով։ Հիմա տես Ամերիկայի արտաքին պարտքը հիմնականում գանձապետական արժեթղթերով են։ Գանձապետական արժեթղթերի պետական պարտատոմս են ասում, ինչ են ասում դա։ Պետական, այո, պետական պարտատոմս են։ Այսինքն պետությունը թուղթ կա տպում, ասում որ սա առնի, ես իրան այսքան տոկոս փող եմ տալի։ Փող եմ տալիս եւ ցանկացած պահի ետ եմ գնում։ Հա, հա։ Եվ այդ բոնդեր է կոչվում, հա, ուրիշ կերպ։ Բոնդերը հիմնականում ուրեմն Չինաստանի մոտ է։ Հա։ Եվ հիմա երբ որ արժեթղթերը ընկան, բոնդերը չկան։ Եվ բոնդերի գինը բարձրացավ։ Եվ հիմա փաստորեն Չինաստանը փաստորեն դա կարող էր միանգամից վաճառել եւ Ամերիկայի արտաքին պարտքը ավելի մեծանար։ Այսինքն լրիվ հակառակ նպատակին դա կարող էր ծառայել։ Դրա ռացիոնալ որն է։ Չէ, դրա ռացիոնալ կողմն է, որ հետ խաղացրեցին, որ Չինաստանը չհասցրի այդ բոնդերը վաճառել։ Հա, հասկացա։ Այսինքն sense մի կաշա է ստեղծվել, որի արդյունքում փաստորեն վերջում որոշեց հետ խաղացնել այդ արժեթղթերը, բայց տես, ուրեմն շուկան կտրուկ աճ ապրելուց հետո նորից այնուամենայնիվ որոշակի անկում գնաց։ Անկումը բնականաբար բացատրվում է նրանով, որ փաստորեն վստահությունը սկսում է կորցնել Տրամփի նկատմամբ կամ Ամերիկայի նկատմամբ, ինչը շատ վատ բան է։ Գիտես, մի հին պատմություն կա, չէ՞, որ բանը Մոշեն զանգում է Իսահակին, ասում է Իսահակ, հիշում ես, որ դու մեր տուն հյուր էիր եկել, մի արծաթե գտակ կորավ։ Ասում է, հա, բայց դուք հետո գտակ, չէ՞, գտալը։ Ասում է, հա, գտանք, բայց գիտես, նստվածքը մնաց, էլի։ Հիմա այդ նստվածքը մարդկանց մոտ մնաց Տրամփի դեմ։ Այո, նստվածքը մարդկանց մոտ Ամերիկայի դեմ, արի աշխարհում Ամերիկայի դեմ, նստված տարիֆ են բարձրացնում, տարիֆ են իջացնում։ Որ անվստահելի գործընկեր է դառնում, մենք տեսնում ենք մի շարք ուրիշ հարցերում էլ, չէ, անվտանգության հարցերում, ենթադրենք նույն Ուկրաինայի հետ կապված, ՆԱՏՕ-ի հետ կապված, Եվրոպայի հետ կապված։ Այսինքն, սենց խնդիրները իհարկե Տրամփը փորձում է բացատրել բիզնես մտածողությամբ, որտեղ որ միշտ ասենք շանտաժի քայլերը հաճախ են օգտագործվում, բլեֆները հաճախ են օգտագործվում, բայց քաղաքականության մեջ բլեֆները այդքան հաճախ չի կարելի օգտագործել, որովհետև այդ վստահելիությունը եւ կանխատեսելիությունը, որ կարևորագույն գործոն երևի պետք է համարել քաղաքականության մեջ սկսում է կորցնել։ Տեսնենք ինչ որ օգուտ տվելա, չի տվել այդ մյուս պետությունների տարիֆները հանում են, չեն հանում, բայց դու ասում ես ինչ որ հետաքրքիր հրամանագիր է այսօր ստորագրել, ես հաղորդման սկզբից անդրադառնալով դրան էի սպասում, այդ ինչ հրամանագիր է ստորագրել։ Ուրեմն հիշում ես մեր Նիկոլը որ գնում էր բանը դպրոցի զուգարաններն էր ստուգում, բաներ անում։ Կախիչ են, որ կախիչն էլ փոխվեց։ Հա, այդպես բան հիշում եմ, հա։ Հիմա հրամանագիր ստորագրել, համաձայն որի ուրեմն պետք է կարգավորվի տներում դուշերի մեջ ջրի ճնշումը։ Նորից ինչը։ Ջրի ճնշումը դուշերի մեջ պետք է կառավարի, ուրեմն կարգավորի ֆեդերալ կառավարությունը։ Բայց սրանից առաջով էր կարգավորում։ Չգիտեմ, ամեն տեղ ուրեմն կամ այդ տանտերը, կամ չգիտեմ, այդ քաղաքը, կամ այդ ջրի վարչությունը։ Այս չեմ հավատում, շարի կարող ես պատկերացնել։ Ես գիտեմ դու դեմոկրատները
Ես գիտեմ, հələ սպասի մյուս հաղորդմանը ես մի հատ կնայեմ տերապտես բա ո՞ս կարող ալի։ Մարդը մտածում է իր ջուրը կարգավորում է։ Չեմ հասկանում։ Չէ, ասում եմ պետք է ես կարգավորեմ ձեր դուշը։ Այքես բան։ Շատ դուշևնի մարդ է պաստորեն։ Հա, Նիկոլի Փոշյայի չել մնալ, էլի պետք է պայմանացավանի։ Չգիտեմ, ես այդտենց հավեմատություններին դեմ եմ, որովհետև ինձ թվում է այն անձը, որ Հայաստանն է ղեկավարում, իր բոլոր հատկանիշներով որևէ մեկի հետ հավեմատելու չի։ Ես չգիտեմ, ինչ որ մեկը կա, որ իդ հավեմատելու է մարդ, որ գովերքում է պարտությունը, այն բանին Հրանտ Մաթևոսյանին վերագրել էր խոսքերը, որ Հրանտ Մաթևոսյանը չէր ասում պարտությունը գովերքելու իր արշավի շրջանակներում մարդուկին, որ տենց գնում են, տենց տարբեր անունը դրել են, ինչ են դրել, կրթությունը նորաձև է, տենց աղանդ հիշեցնող, ինչ որ նույնիսկ հասել են մատենադարանում են ամոթալի, մի խոսքով, չէ, ես սկսել են մատենադարանում են միջոցառում իրականացրել, այս մի շաբաթվա մեջ ստեղի նորությունները տենց շատ թոփային երևի թե չէին, բայց մի քանի կարևոր բան կար, որը որ ցույց է տալի, որ մարդու կնիկ արդեն սկսել են քարոզարշավը, չգիտեմ ինչի քարոզարշավը, բայց քարոզարշավ են արդեն սկսել, եւ այդ քողարկված քարոզարշավը կրթությունը նորաձև է շարժման, աղանդ հիշեցնող շարժման էգիդայի տակ է իրականացվում, տարբեր տեղեր են գնում, ինչ որ դասախոսություններ են կարդում, այնքան կուզենայի մի հատ դրանց տեքստը տեսնել, թե այդ ինչ ապուշություններ են դուրս տալի, էլի ինչեր են խոսում։ Առնվազն մի քանի էպիզոդով երևաց, որ կեղծ տեղեկություններ են տարածում, առնվազն Հրանտ Մաթևոսյանի մասով օրինակ։ Հրանտ Մաթևոսյանին վերագրելով պարտությունը գովերքող տեքստ օրինակ։ Ուրիշ բաներ եւս։ Այսինքն մենք գործ ունենք մի բավական հետաքրքիր իրավիճակի հետ, երբ բանու գործները թողած այդ ինչ-որ տգիտության դեմ են պայքարում, տգիտություն ենք, մենք տգետ ենք, թեև ես այն կարծիքին եմ, որ այդ տեքստը նրա համար ասվեց, որ դավաճանի պիտակի վրայից, հանի որ դե չէ, ես դավաճան չեմ, ես տգետ եմ ասենց, էլի այդ կառավարությունը։ Պրոստը տգետ եմ, հա։ Հա, ես սովորաբար տգետ եմ։ Գիտես, ես կարծում եմ, որ կրթությունը կարող է քարոզել կամ կրթելու կոչ անել մարդը, որ կրթություն ունի, հա, ուրեմն որը գիտի այդ ինչա։ Հա, Նիկոլի դեպքում նույնիսկ տգետ անելը ավելի լավ է, բայց նա ինչ-որ կիսագրագետ է եւ փորձում է ուրեմն ամեն ապուշություն ինչ-որ գեղեցիկ շղարշով մատուցել, հա, եւ սա ավելի վտանգավոր է, էլի փաստորեն։ Բայց ես չեմ կարծում, թե հիմա քարոզարշավը Հայաստանում, ես կարծում եմ ուղղակի սպասում են տեսնեն ինչ է գալու գլխներին եւ այս ընթացքում չգիտեմ, հեծանիվ են քշում, դասախոսություններ են կարդում, ինչ-որ հիմարություններ են անում, ինչեւ տեսնեն ինչ է ստացվելու, որովհետեւ կարծես թե իրանցից կախված այլ բան չկա, քան ենթադրենք օժանդակել, նպաստել անդիմադիրների միջև այդ տարբեր տեսակի մոծիլովկեքով, ոնց որ թե ուրիշ բան այլևս չկա։ Ներողություն։ Սպասում են տեսնեն Ալիևն ինչ ասելու, սպասում են տեսնեն Թուրքիան ինչ ասելու։ Տեսան արդեն Թուրքիան էլ ասեց, որ պետք է սահմանադրությունը փոխի Հայաստանը, հա, արդեն բոլորը ասում են, թե ինքը ինչ պետք է անի։ Ինքը ինչ-որ հիմարություններ է դուրս տալիս կրթության մասին, այսինքն այսպեսի մի օդում կախված վիճակ եմ ես տեսնում իրենց համար, չգիտեմ Հայաստանում ոնց է դա ավելի ընկալվում, էլի։ Բայց այս փիլիսոփայական առումով, այս իրացիոնալիզմ չի, դա այտենց ես չգիտեմ դաժե ոնց կարելի է ասել, դա բնական վիճակին հակասող բան է, այսինքն դու դնես գովերքես պարտությունը, գնաս ստեղից ընդեղից գտնես ինչ որ ցիտատներ, որոնք որ ճիշտ կամ սխալ, որոնք կոնտեքստից կտրես բերես եւ ասես տեսեք, պարտությունը մենակ ես չեմ գովերքել, մեր մեծերն էլ են գովերքել, չգիտեմ, դու դա բնական վիճակից, դա բնական վիճակի դեմ պատերազմ է, դա բնության օրենքների դեմ պատերազմ է։ Այդ նույնն է, զգողության օրենքի դեմ պատերազմ հայտարարես։ Այո, իսկ Նիկոլի գոյությունը այսպիսի ղեկավար ունենալը դա հակաբնական վիճակ չի։ Այն որ Նիկոլը հիմա Պրոստը այս անտեր հակաբնական վիճակը մի տեսակ շատ ձգվեց, էլի։ Ես վստահ եմ, այն օրը երբ որ այն օրը երբ որ էլ այդ անձնավորությունը
չի լինի Հայաստանի ղեկավար, դրա հաջորդ օրը բոլորս նստելու ենք ասենք, արա, բայց լավ ոնց կարելի է 6 տարի, 7 տարի, 7 տարին արդեն լրանում է։ Կամ չգիտեմ ինչքան հույս ունեմ, որ 7 տարից ավել չենք ասի։ Սրան հանդուրժել, ոնց կարար սա այսքան ժամանակ լիներ մեր երկրի ղեկավարը։ Շատ լավ ես ասում։ Դնելու են տես վիսկին բացեն, վիսկին խմեն ու չհավատան, որ տես բան ա եղել, էլի, ասում են, սենց բան եղել ա մեր հետ, տես բան ոնց կարող է։ Բղձավանջեր, չէ։ Բղձավանջ, էլի, բարի ասեմ, երկրորդ հակաբնական վիճակը հենց այն է, որ դրա դեմ հիմա ոչ մի պայքար չի կատարվում, ոչ մի պայքար չի գնում, այսինքն բացի սենց, որ ես ու դու ինչ-որ խոսում ենք, բողոքում ենք վիճակից, կամ ինչ-որ մի ծերուկ խնձորով փորձում է խփել Նիկոլի գլխին, հա, այդ փաստորեն այն ամենաէքստրիմ բանն է այդ խնձորով պայքարը, կան քաղաքական ուժեր, հա, կոչվում են քաղաքական ուժեր, որոնք որ այս հակաբնական կան նույնիսկ որ այս հակաբնական վիճակը ձգձգելու կողմ են, ասում են տեսեք, հեսա մյուս տարի ընտրություններ են, այդ ընտրությունների կհանեք Նիկոլին։ Հասկանում ես, այս անհեթեթությանը այսինքն եւս մի տարի է։ Ոնց կարելի է արագ միջոցներ չձեռնարկել, չգիտեմ, ամեն դեպքում ես չեմ տեղավորվում այդ 2026-ին սպասելու պլանի մեջ։ Ես դրա մեջ չեմ տեղավորվում։ Ավելին, տեսնելով 2021-ը, թե ինչ եղավ, հա, 21-ի ընտրությունները, ոնց կարելի է մտածել, թե 2026-ին դու Նիկոլ ես անելու։ Ինչ է փոխվելու։ Դուք նույնն եք, Նիկոլը նույնն է, ինչ է փոխվելու։ Այն ժամանակ նույնիսկ ասենք շոկը ավելի շատ էր, պատերազմ պարտվել եք, չգիտեմ, սարսափելի վիճակ էր, բայց այնուամենայնիվ ընտրությունները Նիկոլը հաղթեր, չէ, էլի է հաղթելու 26-ին։ Որովհետև իշխանական բոլոր լծակները ձեռքն են, ամեն տեսակի խախտումների գնալու է, ամեն տեսակի կեղծիքների գնալու եւ հաղթելու է։ Հասկանում ես, մենք խոսում ենք հակաբնական վիճակներից եւ այս ընտրությունների սպասելը մեկ այլ հակաբնական վիճակ է։ Ես այդ մասով համաձայն եմ, որ ուղղակի դա ես ինքս իմ մեջ դա տարբերակ չեմ դիտում, մնացած ով ինչ ուզում է թող անի, ես անձնական անձնապես դրա չեմ կարողանում համարել ողջամիտ ստրատեգիա այս մղձավանջը դադարեցնելու, ավարտին հասցնելու, չգիտեմ ինչ ուզում ենք ասենք։ Բայց դու որևէ բան տեսնում ես, որևէ այլ ընտրանք, որևէ այլ քաղաքական քայլ, որևէ այլ քաղաքական մտածելակերպ, նույնիսկ այդ միտինգները պարզա Այս պահին շատ բան չի երևում, բայց դա չի նշանակում, որ հաջորդ պահին չի երևա։ Ամեն դեպքում այս պահին որևէ բան չկա։ Այս պահին մարդիկ տենց սպասում են ամսի 16-ին Գյումրիի երկրորդ քաղաքի Նիկոլա Զերծմանը։ Դա սիմվոլիկ կարևոր նշանակություն ունի։ Գուցե դա ինչ-որ իմպուլս լինի, մի քանի օր մնաց տեսնենք։ Այդպես էլ ՔՊ-ն չհայտարարեց, որ տեխնացու չի առաջադրելու, նույնիսկ հայտարարեցին, որ առաջադրելու են երկրորդ, երրորդ դեմքերով։ Այսինքն այս ինտրիգը դեռ չի ավարտվել։ ՔՊ-ն չի ընդունում իր պարտությունը։ Շատ լավ, իսկ չես կարծում, որ շուտ պրոցեսի պես մի բան դեռ շարունակում է մնալ լեննական է, էլի, տես չասեմ Գյումրին, ասեմ լեննական է, որտեղ հետաքրքիր բան լինելու էլի։ Չկա տպավորություն, որ այդ անհեթեթ վիճակին, անբնական վիճակին հասարակությունը հարմարվել է։ Ասենք, գիտես, ես նայում եմ հրապարակում արցախցիների բողոքի ցույցերը, որտեղ որ կարծես թե քաղաքական պահանջներ չեն ներվում, ընդհանրապես դնում են իրենց այդ 40+10 ուրեմն նպաստները վերականգնելու պահանջը, ինչը ես այս պայդրությամբ հասկանում եմ, իրենց համար կարևորը դա է։ Փոքր է, բայց ես չեմ բացառում, որ կամաց-կամաց դա կարող է վերաճել։ Այդ չես կարող ասես, ամեն դեպքում 0-ից ինչ-որ process սկսելու համար գուցե տակտիկական ինչ-որ նկատառումներ կան, գուցե բնականորեն է այդպես լինում, մարդիկ սկզբից խոսում են, օրինակ նույն, չգիտեմ, հայմատությունը շատ հեռավոր է, բայց ամեն դեպքում 88 թվի շարժումը չէ որ սկզբից որպես բնապահպանական շարժում սկսեց, մարդիկ շատերը չգիտեն, բայց 88 թվին սկզբից բնապահպանական շարժում էր, հետո նոր դարձավ քաղաք։ Ուզում ասեմ, քաղաքագիտական առումով իմ կարճ խելքով ես հասկանում եմ, որ տենց լինում է, էլի սկզբից մի բան է լինում, հետո մի ուրիշ բան է դառնում։ Так что այդ որպես հիմք չընդունենք, ամեն դեպքում փաստենք, որ տարբեր օջախներ կան,
Գյումրին որպես գործոն, արցախցիների գործոնը։ Մենք տեսնում ենք Գյումրիից հետո շատ մարդիկ սկսեցին այլ ավելի համարձակ ձևով իրենց հարցերը այդ Երևան աշտարակ ճանապարհին պրոշյանցիների հարցերը, այսինքն ինչ որ process-ներ այդպես փոքր կան, որը որ չգիտեմ ինչի է վերելու, էլի բերելու է, չի բերելու, ինչ որ սպասողական վիճակ, ինչ որ հոգեբանություն, որը որ մարդկանց սրտերը բաց են շարժման առջև կա, բայց անշուշտ այդտեղ պետքա շատ հստակ ասել, որևէ շարժում չպետքա լինի ինքնանպատակ եւ արդեն մարդիկ հոգնել են անընդհատ գնալ, ծեծվել, գալ նստել տուն, սպասել հաջորդ շարժմանը, այդ արդեն անընդունելի է։ Ես ճիշտ ասած այդպես էլ չեմ հասկանում, թե որ մարդիկ դուրս են գալիս փողոց, մարդիկ պատրաստ են մինչև վերջ կանգնել, ինչ է կատարում այդ շարժման ղեկավարների հետ, որ մարդկանց ասում են, լավ, գնացեք տուն, նորից ես կասենք կգաք։ Այս է ամենամեծ ես չեմ ուզի մտնել այդ պատմած հետ ես շփում ունեմ, ես վերջերս էլ մի քանի օր առաջ հունիսի 12-ի գործով հերթական լիստներ, որպես ապացույց այդ ձայնագրություններն ենք նայում, Բագրատ Սրբազանն էլ էր եկել դատական նիստերի դահլիճ աջակցելու համար, նայում է, էլի ջղայնանում է, այդ օրերին ինչքան մարդ կար, ինչ կար, ոնց կար, բայց ես ձեռնպահ կմնամ այսպես մեղադրական ինչ-որ բան ասելուց, որովհետև անկեղծ ասած մի քիչ կարծում եմ այդ մարդկանց խոսք ունեք, չէ, to be on the shoes եք ասում, in the shoes եք ասում, ինչ եք ասում, այդ մարդու փոխարեն, հա, մի քիչ ես այդտեղ բան չեմ ասի։ Ամեն դեպքում անկախ նրանից թե այտենց ոնց եղավ, ինչ եղավ, ինձ թվում է յուրաքանչյուր հաջորդ շարժում էլ ավելի մեծ պլանկա է դնում ընդդիմադիր նոր շարժման համար մարդկանց վստահություն ներշնչելու։ Այսինքն ինչի պետք է մարդիկ վստահություն լցվեն արդեն հաջորդ շարժման նկատմամբ, հուսով եմ, որ այս անգամ նման բան նախ կլինի, երկրորդը իսկապես հնարավոր կլինի մարդկանց փոխանցել իրական վստահություն։ Այսինքն ամեն հաջորդ շարժման, երբ որ մարդիկ սկսում են մասնակցել, նրանք ունեն նախորդ շարժման փորձը, որը որ իրենց վստահությունը վստահության կրեդիտը ավելի բարձր պետք է լինի։ Այո, այսինքն վստահության ավանսը ավելի շատ պետք է լինի, իրանք ավելի մեծ վստահություն ներշնչող ավելի մեծ ծավալ են ենթադրում եւ պատկերացնում, քան նախորդ անգամ։ Կարող է դա է պատճառը, որ ասում են եկեք գնանք ամենավստահելի քայլին, գնանք ընտրություններին, որտեղ արդեն հետ քայլ չի կարող լինել, բոլորս ենք մասնակցելու, դա ձեր համար միտինգներ չեն, որտեղ մեկին կվստահեք, մյուսին չեք վստահի, չգիտեմ, կարող է դա պատճառներից մեկը, չգիտեմ, հոգեբանական առումով դա է, թե դա չի, կարող է, իդեպ հետաքրքիր բան ես ասում, բայց իմ պատկերացմամբ թե 21 թվի փորձը, թե նույնիսկ Գյումրիի փորձը, որ ակնհայտ ցույց տվեցին, որ ինչ ուզենք կանենք։ Տեսեք, այս գործիքները պատրաստ են, բայց այդտեղ չուզեցանք կիրառել։ Ռեպրեսիվ գործիքները, ասենք այն իրավապահ համակարգը, որ պատրաստ է 75-90 տարեկան տատիկներ ձերբակալել, մի քանի օր սոված պահել լավ, ստեղ առաջի անգամ ասեմ։ Լավ է։ Այդ համակարգը ինչի պատրաստ չի, ցանկացածի նկատմամբ ոնց ուզի կիրառի իր ռեպրեսիվ ապարատը։ Բնականաբար պատրաստ է, բնականաբար պատրաստ է։ Շատերը Գյումրիի օրինակը բերում են որպես դրական օրինակ, ես հակառակը ես ասում եմ, որ սա նաև փորձարկում էր, թե ինչ կարան անել եւ ինչ կարան մարսեն, եւ ինչ կարան ինչպիսի հրահանգներ կարան տան եւ ինչպիսի հրահանգներ կարող են կատարել։ Մի խոսքով ես առաջարկում եմ ընտրությունների թեման չքննարկել, որովհետեւ ես իմ մտածողությունից այդ բաղադրիչը հանել եմ։ 2025 թվականն է դեռ, ապրիլը նոր է սկսել, ես 26 թվի մասին չեմ մտածում, հիմա ով մտածում է, թող մտածի։ Լավ, արի, դու հետաքրքիր բան ասեցիր, տատիկների մասին պատմի, հա, դու փաստորեն նախորդ հաղորդումը ինչի է ես շտապում, աղա ջան, որովհետև դի գնայի հանդիպել, ճիշտ ասած, շատ ծանր տպավորությամբ հետ վերադարձա, շատ ծանր տպավորությամբ հետ վերադարձա, թե պայմանները տենց ես վիդեոյով տեղադրել էի, ասենք, մարդիկ եկել են այդտեղ խուզարկության, չեն տեսել այդ մարդու
ապրուստի, մնացածի, մի խոսքով շատ բան չունեմ այդտեղ ասելու, որովհետև ցենզուրայի շրջանակներում շատ դժվարանում եմ այդ հարցի մասին խոսել, ամեն դեպքում Փառք Աստծո այդ սարքից ոնց որ գլուխ էր սկսել հանել կիմա տատիկը, դե մարդը հեռախոս չունի։ Մարդը հեռախոս չի ունեցել իր կյանքում, հեռախոս չունի, բռնել են ինչ-որ բարդ ապարատուրա է տվել, ոտին, ասում է բիլազուկը կապեցին ոտիս, այդ բիլազուկ բառը 1000 տարի չի լսել, իմ տատիկից է լսել վերջի անգամ։ Ինչ-որ տեց այդ էլեկտրոդայդ այդ սարքը դրել են, այդ ինքը մենակ բանը չի էլի, նաև հեռախոս կա, որով պետքա դու անդադ կոմոդ պահես, բայց ոնց որ թե արդեն գլուխ էր հանել, հարևաններն էլ օգնել էին, որ խախտումներ չարձանագրվեն այդ պատիկին նորից բանտի հարց չառաջանա։ Էսա։ Բայց այս շաբաթվա երևի ամենահետաքրքիր кейսը դա քո ակնարկած խնձորի գործն էր, որտեղ որ ես ասեմ այդ գործի հետ կապված, ինքը լրատվականով բավական տենց շատ տարբեր ձևով գնաց, ես մի կարևոր փաստ եմ ուզում ասել։ Նախ շնորհավորում եմ փաստաբանին, արցախցի փաստաբան Ռոմա Երիցյանին, որը առաջի օրից Ալբերտ Պապիկի կողքին էր եւ լավ Աբոձյաձյայի ասեմ Ալբերտ Պապիկի չասեմ, ինձ կներողանա, որտեղ մենք էլ ենք գնացել, հանդիպել ենք մեր Սերգեյի հետ Հարությունյան առաջին օրը եւ մենք ասել ենք, որ միշտ ձեր տրամադրության տակ ենք, Ռոման արդեն ներգրավված էր, կարիք լինի կապի մեջ լինենք եւ մի քանի նիստերի ես գնացել մասնակցել եմ։ Մի կարևոր բան ասեմ, այս արդարացման վճիռը շատ տրամաբանական էր իմ կարծիքով մի պարզ պատճառով։ Ընթացքում որպես վկա եկավ հարցաքննվեց հրապարակային նիստում է, դες չի որ ինչ որ փակ բան չկար։ Հրապարակային նիստում եկավ հարցաքննվեց վարչապետի անվտանգության այդ պահին պատասխանատուն։ Ես չեմ հիշում ինքը ընդհանուր պատասխանատուն, այդ պահին ով էր ուղեկցում, ով էր պատասխանատուն։ Պատկերացրիր, այսինքն այն պաշտոնյան, որ այդ պահին գործառույթ էր իրականացնում, ինքն էր ապահովում վարչապետի անվտանգությունը։ Եւ մարդուն ուղիղ հարցին, թե ձեր գործունեությունը խաթարվեց, չխաթարվեց, մարդը ասեց, չէ, ախպեր, մեր գործունեությունը չխաթարվեց, մի վերևից մի խնձոր է անգել, դա ինչի պետք է մեր գործունեությունը խաթարել, вообще ոչ մի կերպ չխաթարվեց։ Այդքանից հետո ես զարմացած էի, որ դատախազությունը մեղադրանքից չհրաժարվեց, իրոք զարմացած էի, որովհետև խուլիգանության համար անհրաժեշտ է, որ ինչ-որ մի բան խաթարվի, ինչ-որ մի բնականon գործունեություն խաթարվի։ Եթե մարդը գալիս է ուղիղ պատասխանատուն, որը որ ինքն է դրա տերը կոպիտ ասած այդ ինֆորմացիայի քրեական դատավարությունում կա այսպիսի տերմին իրազեկության բացառիկ իրազեկության կրող։ Ինքն է էլի իմանում խաթարվեց թե չխաթարվեց։ Ուրիշ մարդ չի իմանում, եթե այդ մարդը ասում է չի խաթարվել մեր գործունեությունը, էլ այդտեղ ինչ մեղադրանք։ Հասկանում ես, այսինքն այստեղ շատ կարևոր բաղադրիչ է, որի մասին շատ չի խոսում, բայց այս փաստը շատ կարևոր է։ Ալսի ես դա որ ասեցի, մի բան հիշեցի, հիշում ես այն ցավալի դեպքը, որ հաղի կնոջը վարչապետի Շարազյանը գցել է ցավալի դեպքը հանցագործությունը, որը մինչև հիմա անպատասխան հանցագործությունն է, այո։ Եվ այստեղ ես լսել եմ, որ ասենք շատ անօրինական Հայաստանից անօրինական ամերիկաներ թափանցածներ այդ դեպքը բերում են որպես օրինակ, որ Հայաստանը անվտանգ տեղ չի, որ ամեն րոպե Հայաստանը իրենք կարող են նման դեպքերի, ասենք ոչ թե ականատես լինել, իրենց գլխի կարող են սարքել եւ այո, զոհ լինել եւ դրա համար նրանք Ամերիկայից խնդրում են քաղաքական ապաստան։ Այսինքն այս դեպքը դառել է շատ կարևոր, այդպես ցուցադրական դեպք, որի հետ կապված շատ շատերը ուրեմն դիմում են ամերիկյան կառավարության։ Աղա ամոթ է էլի։ Որևէ մեկը տենց հանրությունը չտեսավ, որ մարդիկ պատժվեցին։ Հանրությունը այստեղ չունի վստահություն։ Այդքան բան։ Լավ։ Հետաքրքիր զրույց ունեցանք, տես որտեղից որտեղ հասանք։ Առևտրային պատերազմից եկանք հասանք այն ահավոր դեպքը, որը որ ամեն անգամ հիշելուց այդ մարմնովը սարսուռ է անցնում, թե ոնց կարելի է։ Սարսուռը իսկապես սարսռալի դեպք է։ Մեր ունկնդիրներին նորից խնդրենք, որ մեկնաբանություններ թողնեն, լայքեն, որովհետև ասում են, որ դա այն այսպես պատճառներից մեկն է, որը որ մեծացնում է ընդգրկումը եւ այն իմ կտորդել դու ասա այդ բանը վերջում որ պետք է։ Այո, եւ ուրեմն մեր
անտիֆեյքին օժանդակելու համար, անտիֆեյքի գործունեությունը որպեսզի անխաթար լինի, խնդրում ենք օգտվել են տարբեր տեսակի գործիքներից, օգնել, որոշակի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, դրանց միջոցով, եկոս ոչ շատ մեծ, որի համար իհարկե մենք շատ շնորհակալ կլինենք։ Այո, եւ եթե այդ օգնությունը այս ընթացքում չլիներ, հիմա ես առանց վիզա չէի հայտնվի Աղասեստանը, տեսեք, ինչ հետաքրքիր կանաչ էկրան կոչվող գործիքով ստացվել է անտիֆեյքում։ Բոլորին շնորհակալություն, 20-րդ թողարկումը ծովից ծովի ավարտվեց, մենք հասանք այդ հանգրվանին եւ շարունակելու ենք ամեն կիրակի ժամը 20:00-ին Երևանի ժամանակով 9 AM լոսի ժամանակով լինել ձեզ հետ։ Ստեսին, շնորհակալություն։